իմ ազնվությունը կասկածի տակ դնելը դա ուղղակի վիրավորանք է հանձիս։ Որովհետև ի պաշտոնե ցանկացած գործողություն ինչ-որ կլինի նախկին կուսակից ընկերներին, կլինի հարազատներին, դա քրորեն պատժելի է։ Պաշտոնական դիրքը առավելության նպատակով օգտագործելը կներեք, դա քրեական հանցագործություն է։ Եվ ինձ անընդհատ էս բերելը, ես ուղղակի ուզում եմ որպեսզի արձանագրեմ նման մեղադրանք հնչեցնող մարդը նշանակում է, որ ինքը իր մտքում ունի այդ մտայնությունը, այլ որ այսպես է, ես ասում եմ, ես այլ կերպ եմ դաստիարակվել, ես ինձ համար անազնվությունը, անազնիվ պաշտոնավարումը դա բարոյական չէ, ոչ միայն օրենքով է արգելված, այլ նաև իմ կրած բարոյական արժեքներին է հակասում։ Եվ ցանկացած մարդ, որը որ միայն անձին կեսարության պայմանավորված պիտի մեղադրի, պիտի նախ ինքին հարցնի, ինքը նման բան կանի, եթե այդ պաշտոնում ինքը նշանակվի, ու եթե դուք համարում եք, որ դուք ձեր նշանակվելու դեպքում չեք անի, ապա ինչու եք իրավունք վերապահում իմ նկատմամբ կասկած հայտնելու։ Ես սա ասում եմ բոլոր նման մեղադրանքների, նման կասկածների համար, որովհետև ես կներեք նոր չեմ ընտրվել այս պաշտոնում, երբ որ ես նոր ընտրվում եմ, ես այսպես ասեմ, շատ այն ժամանակ ասում եք ապրենք կտեսնենք, գործով կտեսնենք, թե ով ինչպես է, այսպես ասենք, կյանքի վերաբերում, իր պաշտոնի վերաբերում, 3.5 տարի, մեկ տասնյակից ավելի ընտրություններ են կազմակերպել, Երևանի ավագանի ընտրություններն են կազմակերպել, չի բողոքարկել որ ընտրություն, որևէ մեկը չի կարող որևէ փաստ բերել, որ պաշտոնավարման ընթացքում որևէ ապօրինություն կամ ինչ-որ բան արել։ Ես չնայած մյուս կողմից էլ ասեմ, եթե այս պաշտոնի 6 տարվա ժամկետը լրանալուց հետո էլ միակ բանը մնա հիշելու, որ ես նախկին կուսակցական եմ եւ այլ, դա ստացվում որ ես իրոք հաջողել եմ, որովհետեւ ինձ համար ունակ ցավալի փաստ կներ, եթե դուք իմի բերեք, որ ասենք պաշտոնավարման ընթացքում որ որևէ դիպված, որ ասեք, որ դուք այսպիսի բան եք արել։ Ու դա ասենք արել եք, որովհետեւ դուք ցանկացել եք ձեր, չգիտեմ, կուսակցական ընկերների նախկին ընտանիքի անդամների ինչ-որ մեկին առավելություն իր համար հարաբերություն ստեղծելու համար եք արել։ Բայց փառք չկա, քանզի չի կարող լինել, ապագայում էլ չի լինելու, ես ասում եմ։ Եվ սա ուղղակի նաև հաշվի առնելով, որ մենք շատ կարևոր արդեն փուլում ենք, դրա համար ես այսպես ավելի բաց տեքստերով ասում։ Ես թույլ չեմ տալ, որ որևէ մեկը կեղծիք կատարի։ Այդ ուզում եմ, որպեսզի մեկը միշտ ամրագրի, ու ինձ համար, որ այս պաշտոնում ես ընտրվել եմ, ու ինձ ընտրել եմ ներկայիս խորհրդարանի պատգամավորները, ու ես նույն խորհրդարանում եմ ասել, որ ես պաշտոնավարել եմ հանուն Հայաստանի Հանրապետության եւ իմ պաշտոնավարման ժամանակ ընտրությունները լինելու են ազատ արդար թափանցիկ, որևէ մեկը հնարավորություն չունենալու ընտրությունները կեղծելու։ Իմ պաշտոնավարման ժամանակ Հայաստանի Հանրապետություն կլինի ազգային ժողով, կլինի ավագանի, կլինի մեծամասնական համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ, բոլորը լինելու են ընտրված ազատ արդար թափանցիկ ընտրությունների արդյունքում։